Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի արժանատոներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ հայրենի կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Կարապետյանը։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան մեր հրավերն ընդունելու համար։ Մենք վերջին շրջանում ամենաակտիվ քննարկվող թեման դե եկեղեցու շուրջ տեղի ունեցողն է եւ գիտեք ինչ որ պահի Փաշինյանը կարողանում էր ենթադրաբար հասարակության ինչ որ շերտի մոլորեցնել, ասելով որ դե եկեղեցին բարեփոխման կարիք ունի եւ ինքը դրա գործին է լծվել։ Բայց երբ իր եկեղեցու դեմ արշավի հենարանը, այդ գործում հենարանը դարձավ arczepiskopos Կճյանը, կարծեք թե բոլոր շերտերի մոտ այդ իլյուզիաները անցան, որովհետեւ ասեցին լավ, ասեցինք բարենորոգման կարիք ունի, բայց այդ կարգի բարենորոգման էլի։ Հիմա ձեր գնահատականները ինչ է տեղի ունենում, ինչու Փաշինյանը ստիպված եղավ հենվել Կճոյանի վրա, երբ բառացիորեն այդ հենվելուց 1-2 շաբաթ առաջ ուղղակի ցեխ էր շփոթում, այդ թվում նաև Կճոյանի վրա։ Նախ բարև ձեզ ու շնորհակալ եմ հրավերքի համար։ Ակնհայտ է որ Նիկոլ Փաշինյանը նախ չունի հանրային որևէ աջակցություն, չունի նաև աջակցություն հոգևորականների մոտ։ Այդ թվացial իր բարեփոխումների ծրագրի շրջանակներում, ճակերտավոր ասած բարեփոխումները իրեն են միացել ընդամենը 10 եպիսկոպոս։ Սակայն մնացյալ ամբողջը վեհապարի հետ են էլ չացած, որ քահանաների հսկայական շերտը, որոնք թվով շատ ավելի մեծ են, քան բարձրաստիճան հոգևորականները։ Եվ Նիկոլ Փաշինյանը, քանի որ այն մարդն է, որը երբևէ միջոցների մեջ իր նպատակին հասնելու խտրականություն չի դնում, հետևաբար նա չունի նաև կարմիր գծեր, երբ նրա համար բացարձակապես միևնույնն է, այդ նույն Կճոյանը դիցուկ մի շաբաթ առաջ Bentley Samvel-ներ կամ ասենք անցնում էր ինչ որ քրեական գործերով օֆշորի հետ կապված եւ այլն, այսօր կարող է Նիկոլ Փաշինյանը հենվել Կճոյանի շաբաթ հետո դարձավ սրբազան հայր, որից աչը համբուրում հայր ու ընդհուպ, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց ու հայտարարեց, որ ինքը սխալվել է, որ ազգային ժողովում, եթե չեմ սխալվում, ազգային ժողովում Կճոյանին դիմել է պարոն Կճոյանով։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը ունենար հանրային լայն աջակցություն այդ իր ծրագրերը իրականացնելու համար, բնականաբար կարիք չէր ունենա նաև հենվել Կճոյանի ու նրա նման այլ հոգևորականների վրա, ավելին այդ իր բարեփոխման ճակերտավոր ծրագրում կներառեր հենց նույն Կճոյանին եւ մյուսներին, սակայն մի բան ես ինքը եկեղեցու այսպես ասած բարեփոխման անհրաժեշտության մասին խոսելուց անդադ հղում էր անում Կճոյանի վարքագծին, Bentley-ներ, չգիտեմ, սերուհիներ, զենքեր, հա։ Հետո իրավիճակը փոխվեց, հետո հասկացավ, որ եթե ինքը շարունակի իր նույն հարձակումները Կճոյանի վրա, ապա կկորցնի նաև Կճոյանի այն աջակցությունը, որը այս պահին ինքը ունի։ Իսկ եթե միայն Կճոյանը չէ, այնտեղ այլ եպիսկոպոսներ նույնպես կան, որոնք տարբեր խոցելի խմբերում են գտնվում ու միայն այնպես չէ իր թմկա հարած այդ կուսակրոնության ուխտի խախտումը թվացial վերաբերվում է ենթադրենք միայն վեհապարին կամ մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի։ Այդ նույն եպիսկոպոսների մեջ կարծում եմ կան նաև մարդիկ, որոնք նույնպես կարող են Նիկոլ Փաշինյանի այդ մեղադրանքներով անցնել։ Սա անելանելի Քարամյանի կուսակրոն հայրը։ Դենց է դա նկատի ունի, այո, որի մասին Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնում, այսինքն ստեղծում է երկստանդարտ մոտեցումների մի վիճակ, որ մեկին կարելի է խախտել կուսակրոնության ուխտը, մյուսին չի կարելի։ Ես դες ավելին ասեմ, պարոն Կարապետյան, օգոստոս ամսին Փաշինյանը փորձում էր սկզբունքայինի դիրքից հանդես գալ եւ միջև երկակի ստանդարտների անցնել, ինքը լրագրողների հարցինի պատասխան եւ Քարամյանի կուսակրոն հոր մասին եւ Կճոյանի մասին ասում էր, որ նրանցից եւս պետք է ազատվել։
Գալու է ժամանակը, իդեպ գալու է ժամանակը, թող Կճոյանը որևէ հանգստություն չունենա, որ ինքը ծառայություն մատուցելով Նիկոլ Փաշինյանին նրա մոտ մոռացության է տալու իր մասին այդ արված հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նիկոլ Փաշինյանը, եթե իհարկե Աստված մի արասցե հաջողությամբ պսակի իր այն ողջ գործողությունները, որոնք նա իրականացնում է, հերթը գալու է նաև Կճոյանին, մյուսներին եւ մյուսներին։ Նիկոլ Փաշինյանը այն անձը չէ, որպեսի կանգ առնի որևէ գծի վրա ու այդպիսով բավարարված իրեն համարի, հատկապես որ Կճոյանը իր այդ ձևակերպած հատիկ առ հատիկ վերադարձի այդ տրամաբանության շրջանակներում լիովին կարող է տեղավորվել եւ լինի այն խաբության նոխածը, որը կարող է Նիկոլ Փաշինյանը մատուցել իր ընտրազանգվածին, ցույց տալու համար, որ իր համար բացարձակ կարևորություն չունի, թե ով էր իրեն աջակցում, ով ոչ, եթե մարդը պետք է տեղավորվի իր հատիկ առ հատիկ վերադարձի այդ տրամաբանության մեջ, ապա նա կարող է զոհաբերել ցանկացածին։ Ինչ վերաբերում է երկակի ստանդարտների կիրառմանը, ապա դա վառապացույցն է այն բանի, որ կուսակրոնության ուխտի խախտումը շահարկելը դա ընդհանրապես տափակաբանություն է։ Նիկոլ Փաշինյանի նպատակը առհասարակ հայ առաքելական եկեղեցուն զրկելն է ազգային հիմքից, այսինքն վերածել մի հատ սովորական կառավարության առընթեր ինչ որ մարմնի, որը կլինի աշխարհիկ մի կառույց եւ այլևս Դե մարդկանց ասացիք, համար չէ, պետությունն է ստեղծել եկել։ այո, նա ինչ որ ճանապարհային քարտեզել ես չեմ կարծում, որ նա այն աստիճանի տգետ է, որ տեղյակ չի, որ պետությունը չի հիմնադրել, այլ տրթատկն ընդամենը թույլ է տվել, որպեսի քրիստոնեությունը հռչակվի պետական կրոն։ Դա չի նշանակում, որ նա հիմնադրել է հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն Նիկոլը հրապարակելով իր այդ ճանապարհային քարտեզը հստակ ուղերձ է հղում, որ եկեղեցին այլևս պետք է զրկվի բացառիկությունից, հոգևոր արժեքներից, չպետք է լինի պատմության կրողը, ազգային արժեքների այդ մեկտեղողը, այլ պետք է լինի սովորական մի կառույց եւ այդ պարագայում արդեն բացարձակ կարեւորություն չունի, մենք մոմ կվառենք ու կաղոթենք եկեղեցում։ Այստեղ ավելի հեռուն կարելի է գնալ Փաշինյանի խոսքից եւ ես կարծում եմ, որ Փաշինյանին կարելի է, այսպես ասած, բլոտի լեզվով ասած, չախել իր իսկ խոսույթով, ինչու։ Մարդը գնում է 4-րդ դար, ասում է եկեղեցին է ստեղծել պետություն։ Լավ, ընկեր ջան, եկեղեցին է ստեղծել։ Խնդրեմ, հիմա հայ առաքելական եկեղեցին քրիստոնեությունը ընդունիր որպես պետական կրոն, որտեղ պետական կրոն չի, չէ։ Հայաստանը Որպես աշխարհիկ պետություն ինստիտուցիոնալ առումով հոգևոր առաջնորդ պետությունը չունի։ Խնդրեմ, ընդունեք որպես պետական կրոն իր առավելություններով, իր լծակներով, որ հայ առաքելական եկեղեցին թող դա ունենա, կաթողիկոսը թող դառնա Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ճանաչված հոգևոր առաջնորդը պետության, նորը խոսենք մնացածի մասին։ Սա էլ է, չէ՞, բան, եթե խոսում ես, գնում ես 4-րդ դարը, հիշի, որ տրթատը ընդամենը պետական կրոն է ընդունել։ Հիմա Հայաստանի սահմանադրությամբ մենք Հայաստանը պետական կրոն չունի։ Այդ նույն տրամաբանությամբ այո, կարող է վեհապարը դառնալ պետական սահմանադրորեն ամրագրված ու պետականորեն ընդունված որպես հոգևոր առաջնորդ, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում է, եւ բոլոր որոշումները կայացվեն գլխավորապես վեհապարի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը իր կառավարությամբ հանդերձ վերածվի այդ որոշումների կատարողը։ Իհարկե, բայց Նիկոլ Փաշինյանը բացարձակապես իր խոսքերին չի հետևում, այո, չմոռանանք, որ ոչ վաղ անցյալում նա Մեսրոպ Մաշտոցին հռչակեց համարյա թե կարիերիստ, հայտարարելով, որ Մեսրոպ Մաշտոցը կրոնավոր դարձավ մենակ նրա համար, որ այլտեղ աշխատանք չէր կարողանում փնտրել եւ ստիպված դարձավ քահանա, որպեսի աշխատանք ունենա։ Այսինքն համարյա տպականների մեծամասնության կենսագրությունը, որոնք աշխատանք չունենալ պատճառով հանրապետական են դարձել, չգիտեմ, տարբեր կուսակցություններ։ Տեղավորեց քաղաքական արդի ընդ որում, քաղաքական այդ տրամաբանության շղթայի մեջ։ Սա ապացույցն է նրա, որ նա անդադ ես էլ եմ շեշտում, նա այնքան էլ տգետ չի, որքան իրեն փորձում են ներկայացնել, չնայած նրան շահեկան է, որպեսի ինքը հանդես գա տգետի, այո, դե որտեվ կասես մարդը, դե հիմա տգետա չի հասկանում ինչ ասում, նա այնինչ ամեն ինչ անում է խիստ մտածված ու խիստ հետևողականորեն, ու նպատակը Մեսրոպ Մաշտոցին կարիերիստի վերածելու նպատակն է այս հասարակությունից ստեղծել ընդհանրապես սպառողական զանգված, որ այ նայեք Մեսրոպ Մաշտոցն էլ էր գնում աշխատանքի համար, իսկ դուք ինչով եք առավել Մեսրոպ Մաշտոցից, եթե ոչ հակառակը պակաս, հետևաբար դուք նույնպես որ այստեղ հաց, այստեղ կաց այդ գաղափարախոսության շրջանակներում ուրախ եղեք, որ կճարեք աշխատանք, ուրախ եղեք, որ կունենաք սնունդ ու այդքանով կբավարարվեք։
Պարոն Կարապետյան, դուք վստահաբար միամիտ մարդ չեք եւ լավ էլ ծանոթ եք քաղաքին, այսպես խոսակցական լեզվով ասենք, բոլորս էլ գիտեինք, որ Կճոյանը այն հոգեվորականներից մեկն էր, որը այդպես գողական գնացող հոգեվորական էր, հա, այդպես լավ տղու մուդի կերպարի մեջ, հա։ Ես վստահ եմ, որ ինքը այսպես վազելով չի գնացել, չէ՞, միանալ Փաշինյանին։ Ինքը կուզեր նախկին այդ կերպարի մեջ լիներ, քաղաքում այսպես հարգանք վայելեր, նաև այլ շրջանակների կողմից ինչը կարող էր ստիպել նրան միանալ Նիկոլ Փաշինյանին։ Շանտաժը իդեպ Նիկոլ Փաշինյանի իշխանության գործելավոճում շանտաժը ունի կարևորագույն բաղադրիչ, այսինքն քաղաքական գործիքակազմի կարևոր հատկանիշներից մեկն է։ Կոմպրոմատների այն ողջ փաթեթը, որը հնարավոր է դնեն Կճոյանի առաջ, եմ շեշտում, որ հիշենք, որ Կճոյանի անցնում էր օֆշորի գործով, այնուհետև այդ գործը փակվեց եւ այսպես, սակայն փակվեց բոլորիս համար, փակվեց հանրության առաջ, գուցե ընդհանրապես կարճվեց ցանկացած քրեական գործ, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող որևէ քրեական գործ, եթե մարդը ունակ է արտաշիրմի, ենթադրենք տասնյակ տարիներ առաջ հանգուցյալ Պողոս Պողոսյանին, ապա մարդը հանգիստ կարող է նաև քրեական գործեր վերաբացել ու Արտաշիրիմի նաև Կճոյանի քրեական գործը։ այո, արտաշիրմի նաև Կճոյանի քրեական գործը, հատկապես հիմա խոսակցություն կա, որ չնայած մեր թեմային չի առնչվում, այլ բնութագրում է Նիկոլ Փաշինյանի պատկերը ամբողջովին, որ խոսակցություն կա, որ ուզում են նաև արտաշիրմեն Արծրուն Մարգարյանին, եթե չեմ սխալվում, նաև Վահան Խորխորունուն, մի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է արտաշիրմումներ անել, այսինքն նաև գնալ նման մեղանչելու Աստծո առջև, ապա նրան ինչն է խանգարում քրեական գործ հարուցել կամ վերաբացել կամ ինչպես դուք ասացիք, արտաշիրմել նաև Կճոյանի քրեական գործը ու այդ ողջ Բենթլիով հանդերձ փաթեթավորմամբ Կճոյանին նույնպես կալանավորի եւ Կճոյանը հայտնվի այնտեղ, որտեղ այսօր մեր իրոք արժանի սրբազաններն են գտնվում, որոնք պայքարում են հանուն հայրենիքի, հանուն պետության։ Իսկ Կճոյանը այն անձը չի, արդեն ապացուցեց, որ որքան էլ նա գողական կերպարի մեջ մտնի, իրան փորձի ցույց տալ գողական խոսակցական են ասում, ոչ թե հասկանալի է, երթատոմների համար երևը կոլորիտային այսպես ընդունված պատկերացում, ոչ թե բառից բունում Դա եմ ասում էլի։ գողական, եթե Կճոյանը իրոք այդ կերպարը լիներ, որը նա ցանկանում էր ցույց տալ, ապա կարծում եմ կդիմագրավեր Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումներին, սադրանքներին, կոմպրոմատներին եւ պատվով գոնե կկալանավորվեր։ Սակայն լավ, այստեղ ուրիշ հարց է առաջանում, որ այդ հարցը հնչեցրել է Գևորգ Սարոյանը, Նիկոլ Փաշինյան միացած եպիսկոպոսներից մեկը։ Անընդունելի համարելով իր վարկագիծը, այնուամենայնիվ հարցը այսպես լեգիտիմ հիմք ունի եւ ես հիմա այդ հարցը ձեզ եմ տալիս։ Գևորգ եպիսկոպոսն ասում է լավ, Կճոյանի մասին պատմությունները, Արգիշտի Քյարամյանի կուսակրոն հոր պատմությունը, Միրզախանյանի պատմությունը, arczepiskopos եւ այսպես շարունակ, այնտեղ այլ հոգեվորականների մասին այլ ինչ որ պատկերացումներ, ինֆորմացիաներ կան, ասես ամեն ինչը գիտեր, չէ՞, կաթողիկոսը, բայց ինչա մեզ թողել եկեղեցու։ Հարցը, չէ՞, որքան էլ որ մենք չընդունենք իրան, լեգիտիմ հարցը, լավ, գիտեք, չէ՞, մարդկանց մասին, ինչու են նրանք մնացել եկեղեցում, որ այսօր միանան Նիկոլ Փաշինյանին։ Ես նախ չեմ կարող այդպես վստահ պնդել, որ վեհապարը հաստատ գիտեր այդ պատմությունները։ Նու լավ, գոնե Կճոյանի մասին ամբողջ հանրապետությունը գիտեր։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ չի կարելի բացել Պանդորայի արկղը։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է հայ առաքելական եկեղեցուն, մեր ազգային արժեքային համակարգերին, որովհետև երբ որ դու կպնում ես որևէ բանի, դա կարող է շղթայական ռեակցիայով նաև բերել մեկ այլ խնդիրների վերաբացմանը։ Կարծում եմ կան հարցեր, որոնք պետք է լուծվեն փակ շրջանում եւ չպետք է հանրայնացնեն, որովհետև եթե նույնիսկ վեհապարը փորձեր Կճոյանին կարգալույծ անել, ապա դա կարող է նույնպես խնդիր առաջացնել։ Կարծում եմ հարցի նրբությունը պահանջում է, որպեսզի մենք տվյալ դեպքում վեհապարը այդ հարցերին մոտիկանար մի քիչ փոքր-ինչ զգույշ, իդեպ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, կարծում եմ նա այնուամենայնիվ ունի կարմիր գծեր եւ Նիկոլ Փաշինյանի նման չի կարող ոտնահարել, ուղղակի հանրության հոշոտմանը նետել ցանկացած խնդիր, ցանկացած անձի հետ կապված։ Կարծում եմ, ենթադրում եմ,
երևի պատճառներից մեկն էլ դա է եղել, որ գաղափարը կճարանի մասին համենայն դեպս չի բարձրաձայնել եւ չի փորձել հարցին լուծում տալ, որովհետեւ չլինելով եկեղեցական ինքս ենթադրում եմ, որ այդ հարցի միակ լուծումը պետք է լիներ կարգալույծ անելը։ Շատ է, վերջերս ձեր կուսակցության ղեկավարը Արտուր Վանեցյանը առաջարկով, այսպես ելույթի ժամանակ առաջարկ հնչեցրեց, որ Հայաստանը պետք է վերադարձվի նախագահական, կիսանախագահական մոդելի։ Մի կողմից սա լավ առաջարկ է, մյուս կողմից վատ է, որ ընդդիմության մյուս ուժերը դեռ չեն քննարկել, համաձայնության չեն եկել, որովհետև մենք լավ հասկանում ենք, չէ՞ որ այս խորհրդարանական մոդելը իրապես բաներ աղետաբեր էր, ոչ միայն այն իմաստով, որ իշխանության հասավ էս պատու հասա, այլ նաև այն իմաստով, որ իշխանությունից հեռացնելն է դժվար, այսինքն պարզ օրինակ բերեմ, վարչապետի պաշտոնից որևէ մեկին հեռացնելու համար մարդը պետք է հրաժարական տա, 2 անգամ խորհրդարանում չընտրվի, հետո խորհրդարանը լուծարվի, հետո նոր ընտրություններ կազմակերպվեն, հետո այդ ընտրություններում եթե 50+ չեղավ, մեկին բոնուս տան, մեկին չտա, այսինքն աբսուրդային բան, դժվարության ասած բան է, հա, համակարգ է։ Եվ հասկանալի որ շատ մեր ռեգիոնում շատ ավելի հանգիստ աշխատում է նախագահական մոդելը։ Մարդը ընտրվեց, չունի հանրային աջակցություն, հեռանում է, իր հեռանալով պետական մյուս ինստիտուտները պարտադիր չեն որ փլուզվեն կառավարություն խորհրդարան, հա։ Հիմա դուք ինչ հիմնավորումներ եք դրել այս առաջարկի տակ։ Մեկ եւ երկրորդ արդյոք պիտի այդ առաջարկը հիմա քննարկեն կուսակցությունները, դեր կուսակիցները։ Ես ես ավելացնեմ նաև մի խնդիր, որ դուք ասեք դժվարանում է հեռացնել այս պատուհասին, կամ մի այլ խնդիր, որ չունի վերընտրման սահմանափակում։ Այո։ Իր դեպքում վերարտադրման սահմանափակում։ Նա ունակ է ցանկացած ընտրակեղծիքներով եւ բռնաճնշումներով մի 20 տարի վերարտադրվել։ Իսկ նախագահական կառավարման համակարգում կարելի է հստակ ամրագրել ժամկետներ, որ Եվ կար ամրագրված ժամկետ, 2 անգամից ոչ ավել։ այո, որ 2 անգամից ավել մարդը այլևս չի կարող առաջադրվել եւ ընտրվել։ Բնականաբար դա ինքն իրանով կհանգեցնի նաեւ պետական համակարգի թարմացմանը, որովհետեւ այնուամենայնիվ որքան էլ գլոբալ փոփոխություններ տեղի չունենան նախագահի փոփոխություններից, այնուամենայնիվ որոշակի թիմում փոփոխություններ ակնհայտորեն տեղի է ունենալու եւ այդ առումով կառավարման համակարգը չի լճանա, անձինք չեն լճանա, որովհետեւ ապացուցված բան է քաղաքականության մեջ, եթե մարդը չափից դուրս երկար է մնում իշխանության, նա այսպես չակերտավոր ասած այլասերվում է, չակերտավոր ասած այլասերվում է։ Իսկ նախագահական համակարգը կարող է կանխել այդ ամենը։ Նախագահական համակարգը կարող է նաև շատ ավելի օպերատիվ ու արդյունավետ գործել ի տարբերություն հատկապես պատերազմական ժամանակներում, ի տարբերություն խորհրդարանական համակարգից։ Խորհրդարանական համակարգի անցման ժամանակ բերվում էր փաստարկներ, որոնցից կարևորագույններից մեկը այն է, որ խորհրդարանական համակարգը թույլ կտա կուսակցություններին զարգանալ, կստեղծի հիմքեր կուսակցությունների համար, սակայն կյանքը ցույց տվեց, որ դա էլ տեղի չունեցավ։ Պետք է փաստենք եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այնուամենայնիվ Հայաստանում կուսակցական համակարգը դեռևս չի գտնվում փայլուն վիճակի մեջ, այլ շատ ավելի անձնակենտրոն է։ Այսինքն կա անձ, կա նրա շուրջը հավաքված մարդիկ, հանում ես անձը, կուսակցությունը փլվում է։ Կյանքը ցույց տվեց, որ դա էլ իրեն չարդարացրեց։ Հետևաբար անցում կատարելով նախագահական համակարգի մենք կկանխենք եւ ներողություն եւ պետական համակարգի թարմությունը, արդյունավետ գործունեությունը, կանխարգելումները բռնապետության վերացման, իհարկե կա նաև հակադիր կարծիքը, որ թույլ զարգացած պետությունում նախագահական համակարգերը կարող են հանգեցնել բռնապետության, սակայն հիմնականում այդ տեսության կողմնակիցները շեշտադրում են լատինական ամերիկյան երկրներին, բայց մենք լատինական Ամերիկայում չենք այնուամենայնիվ, մենք Հայաստանում ենք ապրում։ Որտեղ նաև վերընտրվելու սահմանափակում չկա կարծում։ Այո, այնտեղ չկա նաև վերընտրվելու սահմանափակում, իսկ այստեղ այդ մեխանիզմների ներդրմամբ հստակ կարելի է գնալ ավելի արդյունավետ ու ավելի օպերատիվ կառավարման համակարգի։ Հատկապես, որ ելի եմ շեշտում, խորհրդարանական համակարգը կառավարման չարդարացրեց իրեն մանավանդ պատերազմի տարիներին։ Լավ, հիմա ես ուզում եմ հասկանալ, Արտուր Վանեցյանը դա խոսքեր ասեց, որ կուսակիցների հետ հանդիպման ընթացքում, թե դա ծրագիր է, որը նաև պլանավորում է քննարկել անդիմադիր կուսակցությունների հետ, գալ նրան, որ պարտավորություն մարդիկ ստանձնեն, չեմ ասում պայմանագրային պարտավորություններ, այլ հրապարակային պարտավորություն, որ այո,
ասենք մեր իշխանության գալու պարագայում մենք փորձենք վերադարձնել նախագահական համակարգը։ Այդ հարցը քննարկվել է կուսակցությունում եւ այս պայդրությամբ կա կոնսոլիդացիա այդ հարցի շուրջ, որ դա լինելու է կուսակցության ծրագրային դրույթներից մեկը, թե հետագայում, այսինքն հետագայում ասելով նկատի ունեմ նախընտրական ժամանակաշրջանում այլ կուսակցությունների հետ քննարկման ժամանակ դա որքանով որոշիչ դեր կունենա, հիմա ես իրար դժվարանում եմ մի քիչ պատասխանել, որովհետև կգա այդ կոնսուլտացիաների քննարկումների ժամանակը, այդ ժամանակ պարզ կլինի, սակայն դա ամրագրվելու է կուսակցության ծրագրում եւ լինելու է մեր թեզերից մեկը, որ իշխանության գալու պարագայում մենք գնալու ենք նախագահական համակարգի, այսինքն փոխելու ենք այն թույլ իրավիճակը, որը այսօր արկա է համակարգում, որքանով այլ կուսակցություններ կհամաձայնվեն եւ այդ գաղափարի շուրջ կոնսոլիդացվեն, մի քիչ դրա մասին իրոք վաղ է խոսել։ Արտուր Վանեցյանը նաև մի այլ առաջարկ արեց, որ պետք է վերացնել մարզպետների համակարգը։ Սա ընդ որում բավական հետաքրքիր առաջարկ է, սրա մասով մեր եթերում քննարկում եղել է այլ ուժի ներկայացուցիչների հետ, որ իրականում դա բալաստ է պետական ապարատի վրա, այսինքն որևէ իրական գործառույթ չունեցող մի մեծ աշխատակազմ է պահվում, հարյուրավոր միլիոն դրամների հասնող աշխատավարձերով, պարգևավճարներով եւ ըստ էության պետական միջոցներ են փոշիացվում, հա։ Այս մասով ինչ ուսումնասիրություն կա, օրինակ կա պատկերացում, եթե բոլոր մարզպետարանները հաստիկա հանվում է, մարզպետ իր աշխատակազմով բանով, ինչ միջոցներ են տնտեսվում, ինչ չափի բյուջետային միջոցներ են տնտեսվում։ Սա քաղաքացիներին չպիտի անհանգստացնի, որովհետև համայնքները արդեն խոշորացված են եւ ըստ էության ընդհանրապես մարզպետի կարիք չկա։ Բոլորը խոշոր քաղաքների շուրջ ձևավորված համայնքներ են արդեն։ Ես անկեղծ ձեզ ասեմ, այդ հարցի շուրջ խոսել եմ մոտ 10 տարի առաջ, որ մարզպետարանները, նույնիսկ ավելի շատ, որ մարզպետարանները իրականում ավելորդ օղակ են։ Եթե մենք շեշտադրում ենք տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը, ապա մարզպետարանը դառնում է ավելորդ օղակ այդ ողջ շղթայում, որովհետև նայեք, խոշորացված համայնքների հատկապես պարագայում կան ընտրովի համայնքի ղեկավարներ, որոնք ընտրվում են հանրության կողմից, այնուհետև նրանց գլխին կառավարության կողմից նշանակվում է մարզպետ, ինչ որ վերահսկող օղակ, նրա գլխին նշանակվում է տարածքային կառավարման նախարարություն, այնուհետև գալիս է վարչապետը։ Այսինքն ստացվում է ընտրված համայնքի ղեկավարի գլխին նշանակվում են այսպես շղթայական վերահսկողներ, հատկապես որ Հայաստանի պարագայում մարզպետները որպես կանոն վերածվում են բդեշխների։ Այսինքն նրանք ոչ թե իրացնում են իրենց գործառույթը, որը օրենքով է սահմանված, այլ գերազանցում են այն ընտրությունների ժամանակ ստանձնելով ինչ-որ պրոցեսների տեղապետեր մի քիչ ավելի խոշոր, այսպես ասած, կալվածատերի նման, առանց ցեղերի ու ամբողջովին սկսում են զբաղվել նախընտրական պրոցեսներով իրենց իշխող ուժի գաղափարների քարոզչությամբ եւ այլն, երբեմն էլ նաեւ պատժիչ մահակ ենթադրենք ընդդիմադիր համայնքապետի համար կառավարության կողմից։ Այդ օղակը վերացնելով բնականաբար խթանվելու է, ես տնտեսական առումով ճիշտ լավ կլինի խոսեն տնտեսագետները, որպես հաշվարկված ներկայացնեն ֆինանսական խնայողությունները, որոնք կառաջանան այդ օղակը ավելորդ վերացնելու դեպքում, ես խոսեմ զուտ քաղաքական կոնտեքստից, որ մարզպետարանների վերացմամբ նաև կխթանենք տեղական ինքնակառավարման համակարգը, այսինքն հանրությունը շատ ավելի ազատ կարող է ընտրել իր համայնքի ղեկավարին եւ ընտրված համայնքի ղեկավարը իր գործողություններում շատ ավելի ազատ կարող է լինել առանց հաշվետու լինելու նշանակովի մարզպետին։ Դա քաղաքական լուրջ խնդիր է լուծելու մարզպետարանների վերացումը, որովհետև համաձայնվենք, որ իրոք ավելորդ օղակ է, ել չասած, որ այն խախտում է նաև ժողովրդավարության սկզբունքներից մեկը, երբ որ ընտրովի մարմնին վերահսկում է ուղիղ նշանակովի որևէ անձնավորություն։ Ես մոտավոր թվեր փորձեցի պատկերացնել, միջինում ամեն մարզպետարանում մոտ 100 մարդ է աշխատում, որոնցից ասենք կա մարզպետ, 3 տեղակալ, հա, վարչության պետեր, բարձրագույն այսպես ղեկավարությունը, միայն նրանց աշխատավարձերը ամսական 20 միլիոն դրամը անցնում է։ Հավաքական իմաստով ամբողջ մարզպետարանի ծառայողական մեքենաներ կան, տասնյակի հասնող սպասարկման վճարներ, բենզինի վճարներ, այսինքն
մի մարզպետարան պահելու վրա ամսական երևի թե 250 միլիոն դրամ գումար է ծախսվում։ Սա պիտի հասարակությունը իմանա։ Եվ այդ 250 միլիոն դրամը, որը կարող է ուղղակի այդ անձերին չեմ վիրավորում։ Պարազիտ համակարգը պահելու փոխարեն տալ համայնքներին, Որ դուք տեսեք համայնքները ինչքան զարգանան, գործ կարող է իհարկե։ արվել յուրաքանչյուր մարզի տարածքում, եթե հավելյալ 250 միլիոն դրամ ամսական, ոչ սա տարեկանի մաս, տարեկան խոսքը 5-6 միլիոն դոլարի մասին է։ Այդ ձեր ասացին հավելեմ մի բան, ձեր նշված թվերը, որը գոյանում է իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարների հաշվին, այսինքն այդ գումարներով նաև իշխանությունները պարգևատրում են իրենց թիմակիցներին։ Ենթադրենք մարդը իրենց օգնել է, ինչ որ գործ է արել իրենց համար, կիսում է իրենց այսպես Դուք չակերտավոր նշանակես տեղակալ մարզպետի։ կամ էլ նրան Վարչության տեղակալ, պետ, նրան վարչության պետ, մի քիչ ավելի քիչ աչքին գնող թիմակիցներին տարբեր բաժիններում, այսինքն պետությունը ստեղծել է աշխատատեղ իր սեփական թիմակիցներին տեղավորելու համար ու այդ ամենը տեղի է ունենում մեր վճարների հաշվին։ Մենք վճարում ենք, որպեսզի ենթադրենք այս պահին Նիկոլ Փաշինյանն է իշխանության, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր ԿՊԱ-կաններին շարքային տեղավորի տարբեր մարզպետարաններում աշխատելու, այնուհետև որպես վարչական ռեսուրս նրանց տանի ստեղ պատարակի, այնտեղ ու ձևավորի այդ արդեն տարածված է, չէ՞, այդ արտահայտությունը շրջիկ հավատացյալների այդ խումբը։ Եվ վերացնելով մարզպետարանները նաև կլուծվի այդ իշխանությունների կողմից մարդկանց արհեստականորեն իրենց ծառայեցնելու այդ մոտիվացիան, գոնե այդ օղակով։ Մարզպետարանները նկատենք, որ բոլոր իշխանությունների օրոք վերածվում են օրվա իշխանության ընտրական շտաբերի։ Հա, իհարկե։ Եվ ես օրինակ վստահ եմ դուք կանեք միջև նախընտրական փուլը, բայց կարելի է ավելի ակտիվ լինել այս հարցում, ավելի բաց շփվել, օրինակ հաշվարկներ անել, թե որքան գումար է ծախսում մարզպետարանի վրա, եւ բնակիչներին ասել, ժողովուրդ, որ դուք այս պարազիտ համակարգը չունենաք, ձեր գյուղում կարող է մանկապարտեզ կառուցվել, նույն ճանապարհը վերանորոգվել։ Մի ավելավ է օրինակ մենք Արարատի մարզում եմ ապրում։ Արարատի մարզում այդ պարազիտ համակարգը ունենալու փոխարեն, եթե պետությունը տարեկան այդ 5-6 միլիոն դոլարը ներդնի եւ որևէ արտադրություն հիմնի, պետական ձեռնարկություն թող լինի, այսինքն օրինակ մեր ռեգիոնում ամենաշատը ծիրանի արտադրությունն է։ Ծիրանի վերամշակման որևէ արտադրություն հիմնի, պետական, թող այդ եկամուտները գնան էլի պետությանը, շատ ավելի օգտակար կլինի հանրությանը, պետությանը, քան ունենալ մարզպետ, որը չգիտես ինչով է զբաղվում, նախընտրական փուլում հասկանում ենք ինչով։ Ես կիսում եմ ձեր ասածը նաև հենց Արարատի մարզի հետ կապված, որովհետև ինքս էլ արդեն 10 տարուց ավել է որ ապրում եմ Արարատի մարզում եւ հենց մեկը մեր բնակավայրերի վրա օրինակը կարող ենք բերել, որովհետև վստահաբար նաև մեզ լսում են մեր հարևանները, բնակիչները, մեր գյուղի ասֆալտ պարզապես գրեթե գոյություն չունի, ուղղակի ցեխակոլոր մի հատ վիճակ է։ Եվ այդ գումարները կարող են ուղղվել նաև այդ ասֆալտներին, փոխանակ մարզպետները, տեղակալները եւ վարչության պետերը ստանան պարգևավճարներ, հայտնի չէ թե ինչի համար, բայց որ ստանում են պարգևավճարներ, դա փաստ է։ Այդ գումարները տնտեսվեն եւ ուղղվեն կոնկրետ բնակիչների հարցերի լուծմանը, որովհետեւ սա նաև բյուջեի վատնում է, այսինքն մենք վճարում ենք, իսկ պետականորեն այդ վճարները վատնվում են որպես պարգևատրումներ իրենց աշխատանքը իշխանությունների օգտին լավ կատարելու համար։ Այնինչ, երբ որ մարդը ինչ որ մի ծառայություն է մատուցում իշխանությանը, դա դեռևս չի նշանակում, որ ծառայությունն է մատուցում հանրությանը կամ պետությանը։ Դա տվյալ իշխանության խնդիրն է ու դուք ճիշտ եք մատնանշում, այս խնդիրը նոր չի առաջացել, այս խնդիրը եղել է բոլոր իշխանությունների ժամանակ, այսինքն մարզպետարանը միշտ է եղել ավելորդ կառույց, հատկապես նրա ավելորդությունը ակնհայտ դառավ այն ժամանակ, երբ որ սկսեց զարգանալ տեղական ինքնակառավարման համակարգը։ Եվ սա խոչընդոտ է նաև տեղական ինքնակառավարման համակարգերի զարգացմանը, այո։ Այստեղ մի իհարկե Արտուր Վանեցյանն առաջին առաջարկով մի պարազիտ համակարգ էլ կփոխվի նախագահի ինստիտուտը։ Այսինքն հիմա ինչով է զբաղվում, ում է պետք է այս գործող նախագահի ինստիտուտը ում է։ Շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյան։ Հա, եւ մենք օրինակ 2021 թվականին հաշվել էինք, մի հոդված էին գրել հաշվել էինք, որ օրինակ Արմեն Սարգսյանի փոխարեն եթե այդ իրեն վճարվող աշխատավարձի աշխատակազմ պահել փոխարեն կարելի էր կարծեմ տարեկան 300 կով պահել։
Եվ եկամուտներն էին քաշվել, պետությունը ուղղակի անասելի եկամուտներ է ստանում Արմեն Սարգսյանի փոխարեն 300 կով բայելու Արագում, այսինքն մարզպետների փոխարեն կարելի է խոզեր բայել, չգիտեմ։ Հիմինեք, Վահագն Խաչատուրյանը, որը Հայաստանի Հանրապետության նախագահն է եւ օրենքով սահմանադրության կարգի պահպանման երաշխավորը, չէ՞, այտենց, բայց նրա ամբողջ գործառույթը կայանում է նրանում, որ նա բարբերաբար Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնի եւ ժամանակ առ ժամանակ կանչի մարդկանց եւ նրանց ներկայությամբ դաշնամուր նվագի։ Իհարկե փառք նրա Եվ մենք էլ խայտարակվենք աշխարհը, երբ որ թագու դիակներ, չէ՞, նույնը իհարկե փառք նրա երաշտական ունակություններին, բայց մենք չպետք է նրան վճարենք նրա համար, որպեսզի նա դաշնամուր նվագի։ Նա կարող է դա անել իր ազատ ժամին իրենց տանը։ Սակայն որևէ գործառույթ այդ մարդը չի իրականացնում, որը գուցե օրենքով կան շատ սահմանված գործառույթներ, սակայն հասկանում եք, երբ որ տվյալ մեր համակարգում նախագահը ուղիղ կախման մեջ է հայտնված իշխող կուսակցությունից, ապա այդ նախագահը վերածվում է բուտաֆորիայի, որովհետև եթե նա նույնիսկ չստորագրի որևէ օրենք, ապա դա չի նշանակում, որ այդ օրենքը կարգի դա չի Արմեն կոչվելու։ Սարգսյանի շնորհիվ էր, իդեպ իր լիազորությունները զիջեց խորհրդարանին, որ չստորագրելու պարագայում Այնուհետև ողջունում էր, չէ՞, սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանին, եթե չեմ սխալվում, մասնակցում էր հանրահավաքներին առաջ այն սկզբնական շրջանում, սակայն կյանքը ցույց է տալիս, որ այդ նախագահական համակարգը նույնպես ավելորդ բեռ է մեր հարկատուներիս վրա ու նույնպես խոչընդոտում է պետության զարգացմանը բոլոր առումներով, այդ թվում նաև քաղաքական առումով է խոչընդոտում երկրի զարգացմանը, որովհետև չի նպաստում քաղաքական ինստիտուտների բնականon գործունեությանը, չի նպաստում, չի խթանում, որպեսզի քաղաքական համակարգը շատ ավելի ճկուն դառնա ու շատ ավելի արդիականացվի։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, Ես նույնպես հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ եմ։ առաջ անգամ եք մեզ հյուր եւ ըստ եմ էլի դեռ ժամանակ կգտնեք գալու, հետաքրքիր վերլուծությունները ձեր լսելու։ Ես շեշտեմ զրուցում էի Հայրենի կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Կարապետյանի հետ, ստեսություն կհանդիպենք։